Վաղը ըստ ավանդույթի մենք բոլորս հիշելու ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, ապրիլի 24-ն է, վաղը տեղի է ունենալու շատ ունիկալ մի բան, հայերի ցեղասպանության վերջի գլուխը, վերջի էջը գրած այս անձը, որը դավաճանեց և էթնիկ զտման դատապարտեց իր սեփական ժողովրդի մի մասը, Ղարաբաղը հանձնած մարդը, ցեղասպանության վերջի էջը գրած մարդը գնալու է ցեղասպանության հուշարձանին ծաղիկ է դնելու։ Այսպիսի բան շատ դժվար է պատկերացնել, ես չեմ կարծում, որ պատմության մեջ այսպիսի բան կա։ Հայերի ցեղասպանությունը միակ ցեղասպանությունը չէ 20-րդ դարի, եղել էր Եվրոպայի հրեաների ցեղասպանությունը, հոլոքոստը, սարսափելի մի հանցագործություն, որի հետևանքով 6 միլիոն հրեա սպանվեց ամենաբարբարոս ձևով, գազից, տարբեր զրկանքներից, տանջանքներով, այդ ճամբարները հասնելով, գիտեք, որ հրեաների հանձնմանը մասնակցել էր նաև քաղաքակիրթ Եվրոպան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Արևելյան Եվրոպայի երկրները, Բալտիկ հանրապետությունները մեծ սիրով հանձնում էին հրեաներին, գերմանացիները տանում էին և իրենց սպանում էին։ Դե սա երևի ամենասարսափելի էջերից մեկն էր մարդկության պատմության մեջ։ Կար նաև Կամբոջայի ցեղասպանությունը Պոլ Պոտի կողմից կազմակերպած, որի զոհերը մինչև 2 միլիոն էին հասնում։ Դա մարքսիստական իր գաղափարախոսության հետևանքով։ Կար նաև Ռուանդայի ցեղասպանությունը, երբ մոտ 900,000 թութսիներ սպանվեցին ամբողջ աշխարհի, քաղաքակիրթ աշխարհի աչքերի դիմաց, երբ Արևմուտքը կարող էր 24 ժամում դա կանգնեցնել, բայց չաչարեց, այդ մի ամիս դադարեցում է։ Այսինքն շատ եւ շատ օրինակներ կան, բայց մենք կմնանք երևի միակ օրինակը մարդկության պատմության մեջ, երբ երկրի ղեկավարը, որը կասկածի տակ է դնում իր սեփական ժողովրդի ցեղասպանությունը, ում այս խունտան, այս փողոցից եկած խումբը ասում է, որ մենք պետք է դեռ հաշվենք, տեսնենք քանի մարդ է մահացել, որ մենք այլևս չպետք է խոսենք սրանից, այս հարցով չպետք է զբաղվենք։ Մենք կասկածի տակ ենք դնում մեր սեփական ժողովուրդը, մեր սեփական ժողովրդի սպանությունը, ցեղասպանությունը, մենք ասում ենք, որ մեր ժողովրդի մի մասը մեզ խանգարում էր, որ մենք լավ ապրեինք, մեր փորը լավ լցնեինք։ Այսպիսի բան երևի չի եղել մարդկության պատմության մեջ։